Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափերի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը։ Օրերս Հայաստանի տարածքից Բագրատաշեն անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Ստացված տեղեկությունների համաձայն ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Բեռնատարը վերցվել է հսկողության։ Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազնման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն և որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խորը զննման անգար։ Մաքսային ծառայողներն էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խոռոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խոռոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի առկա ժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերեն։ 2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Այդ մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Սույն թվականի նոյեմբերի նիստում Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է Veolia ջուր ՓԲ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագները։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026 թվականին սակագին 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար 200.42 հարյուրերորդական դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ շուրջ 492,000 խորանարդ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։ Տարածաշրջանում տնտեսական զարգացումների և արտաքին շուկաների փոփոխությունների պայմաններում 2025-ին սննդամթերքի շուկան շարունակել է մնալ 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սոցիալ-տնտեսական օրակարգի առանցքում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հացի, շաքարի, ձեթի, մսի և կաթի գների աճը տարածքում եղել է համատարած, սակայն տարբեր ինտենսիվությամբ։ Հայաստանում գնաճը չափավոր է, բայց սննդամթերքի թանկացումը շարունակվում է։ Հայաստանում 2025-ի հունիսի դրությամբ տարեկան գնաճը կազմել է շուրջ 3,9%, սակայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը եղել է զգալի բարձր՝ 6-ից 7%-ի միջակայքում։ Ապրանքային տարբեր խմբերում արձանագրվել են հետևյալ միտումները՝ հաց և ալյուրային արտադրանք մոտ 3-ից 4% աճ, բուսական ձեթ տարվա ընթացքում ավելի քան 15% թանկացում, ինչը դարձել է ամենաարագ աճող ապրանքախումբը։ Միս համեմատաբար նվազ, բայց կայուն աճ՝ շուրջ 1,5%-ից 2%։ Կաթ և կաթնամթերք խառը դինամիկա, որոշ տեսակների գներ նվազել են 1-ից 2%, սակայն ընդհանուր միտումը պահպանվել է՝ չնչին աճ։ Շաքար տարվա ընթացքում պահպանվել է բարձր շուկայական պահանջարկը, ինչը հանգեցրել է գնաճային ճնշումների։ Այսպիսով 2025-ին առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում արձանագրվել է համատարած գնաճ տարբեր մակարդակներով։ Վրաստան սննդամթերքի ամենաբարձր գնաճը շուրջ 10%, հատկապես ձեթի շուկայում։ Ադրբեջան համեմատաբար համաչափ, բայց կայուն աճ 7%։ Գների մակարդակը առհասարակ ավելի ցածր։ Հայաստան ընդհանուր գնաճը ստորին շեմում է, սակայն սննդամթերքի գների աճը շարունակում է մնալ սոցիալապես զգալի, հատկապես ձեթի և հացաբուլկեղենի դեպքում։